Գիտեք թե ինչ տեղի կունենա, եթե 30 օր շարունակ խմեք սովորական ջուր, սխտորով։ Ոչ, լրջորեն, ես ապշած էի, երբ ուսումնասիրեցի գիտական հետազոտություններն այս թեմայի շուրջ, որովհետև մենք բոլորս սխտորը ճանաչում ենք որպես համեմունք, ավելացնում ենք այն ճաշերի, աղցանների մեջ, բայց այն, ինչ նա ունակ է անել ձեր օրգանիզմի հետ ճիշտ օգտագործման դեպքում, դա բոլորովին այլ մակարդակ է։ Միայն պատկերացեք, մեկ պարզ գործողություն ամեն առավոք, և մեկ ամիս անց ձեր ճնշումը կարող է նվազել 15 միավորով, ձեր լյարդը կսկսի աշխատել ավելի արդյունավետ, շաքարը արյան մեջ կկայունանա, և սա ինչ-որ էկզոտիկ հավելում չէ 5000 դրամով, սա սովորական սխտոր է, որը դրված է ձեր խոհանոցում։ Բայց նախքան մենք կսկսենք, կարևոր ճշտգրտում։ Այս տեսանյութը կրում է տեղեկատվական բնույթ և հիմնված է գիտական հետազոտությունների վրա։ Եթե դուք ունեք քրոնիկ հիվանդություններ, հատկապես ստամոքսի հետ կապված խնդիրներ, ընդունում եք դեղամիջոցներ կամ արյունը ջրիկացնող պատրաստուկներ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ։ Սխտորը հզոր բնական միջոց է, բայց այն չի փոխարինում բժշկական բուժմանը։ Իսկ հիմա ուշադրություն։ Մարդկանց 90%-ը սխտորը սխալ է օգտագործում և կորցնում է գրեթե ողջ օգուտը, և այսօր ես կբացատրեմ, թե ինչպես դա անել ճիշտ։ Ես ուսումնասիրում եմ առողջության բարելավման բնական մեթոդների վերաբերյալ գիտական հետազոտությունները։ Այնինչ ես իմացա սխտորի մասին, հեղաշրջեց իմ պատկերացումներն այն մասին, թե ինչպես է աշխատում մեր օրգանիզմը։ Այսպիսով, տեղավորվեք հարմարավետ, քանի որ հաջորդ 15 րոպեները կարող են ձեզ արժեքավոր գիտելիքներ տալ ձեր առողջության մասին։ Եկեք սկսենք գլխավոր հարցից. ինչով է առհասարակ այդքան լավ սխտորը։ Չէ որ եթե այն պարզապես մի փոքր ամրապնդում է իմունիտետը, ինչպես մեզ ասում էին տատիկները, ապա ինչի համար է այս ամբողջ աղմուկը։ Ահա թե ինչումն է բանը։ Սխտորն օժտված է հրզոր հակամանրեին հատկություններով։ Այն գործում է զգալիորեն ավելի մեղմ, քան դեղատնային հակաբիոտիկները, որոնք սպանում են ամեն ինչ անխնդիր, ներառյալ օգտակար բակտերիաները։ Սխտորը ճիշտ ընդունման դեպքում չի ոչնչացնում միկրոֆլորան այդքան ագրեսիվ և աշխատում է ավելի ընտրողաբար։ Ճնշում է պաթոգեն միկրոօրգանիզմները, բայց ամբողջությամբ չի քանդում աղիքների հավասարակշռությունը։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ սխտորի ակտիվ միացությունները ունակ են հաղթահարել նույնիսկ բակտերիաների որոշ շտամեր, որոնք դարձել են կայուն հակաբիոտիկներին։ Ոսկեգույն ստաֆիլոկոկը, աղիցային ցոպիկի որոշակի շտամերը, սխտորը կարող է ճնշել դրանք։ Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել բժշկությունից, բայց սա նշանակում է, որ մենք ունենք հզոր կանխարգելման գործիք։ Իսկ սխտորը նաև աշխատում է վիրուսների դեմ՝ գրիպ, հերպես, շնչառային ուղիների ինֆեկցիաներ։ Այն օգնում է օրգանիզմին պայքարել դրանց դեմ ավելի արդյունավետ։ Ուստի աշնանը և ձմռանը, քան շուրջ բոլորը փռշտում և հազում են, սխտորաջուրը կարող է դառնալ իմունիտետի լավ աջակցություն։ Բայց սա միայն սառցալեռի գագաթն է։ Հիմա ավելի հետաքրքիր կլինի։ Գիտեք թե ինչն է միավորում բարձր ճնշումը, երկրորդ տիպի շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները և նույնիսկ Ալցհեյմերի հիվանդությունը։ Բորբոքումը։ Քրոնիկ, դանդաղ ընթացող բորբոքումը, որը տարիներով քայքայում է մեր անոթները, օրգանները, բջիջները։ Մենք դա չենք զգում, չենք տեսնում, բայց այն կա և այն դանդաղորեն կրծում է մեր առողջությունը։ Եվ ահա այստեղ սխտորը ցույց է տալիս իր իրական ուժը։ Այն նվազեցնում է բորբոքումը բջջային մակարդակում։ Այն նվազեցնում է օքսիդատիվ սթրեսը։ Այն նույն գործընթացը, երբ ազատ ռադիկալները վնասում են մեր բջիջները, դարձնելով դրանք ծեր և հիվանդ։ Եկեք խոսենք կոնկրետ ճնշման մասին, որովհետև դա վերաբերում է 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր երկրորդ մարդուն։ Սխտորն օգնում է թուլացնել անոթների պատերը։ Այն խթանում է ազոտի օքսիդի արտադրությունը, մի նյութի, որը բնական ճանապարհով լայնացնում է զարկերակները։ Արյունը սկսում է հոսել ավելի ազատ։ Սիրտը ստիպված չի լինում այդքան ուժեղ լարվել, և ճնշումը կարող է նվազել։
Բժշկական հետազոտություններում ցույց է տրվել, որ սխտորի կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել վերին ճնշման նվազմանը 7-ից 16 միավորով, իսկ ստորինը 5-ից 9 միավորով։ Սա համադրելի է որոշ դեղամիջոցների ազդեցության հետ, միայն թե սա բնական միջոց է, առանց դեղագործական պատրաստուկների կողմնակի ազդեցությունների։ Ավելին, սխտորն օգնում է զարկերակներն ավելի առաձգական դարձնել։ Տարիքի հետ մեր անոթները դառնում են կոշտ, ինչպես հին փողրակները։ Սա հենց աթերոսկլերոզն է, ինֆարկտների և ինսուլտների գլխավոր պատճառը։ Սխտորի ակտիվ նյութերը նպաստում են անոթների առաձգականության պահպանմանը։ Իսկ այն նաև օժտված է արյունը մեղմորեն ջրիկացնելու հատկությամբ, ոչ այնքան ագրեսիվ ինչպես ասպիրինը, բայց բավարար, որպեսզի նվազեցնի թրոմբների առաջացման ռիսկը։ Թրոմբոցիտները դառնում են պակաս հակված կպչունության։ Սա նշանակում է, որ ձեր արյունը հոսում է ավելի հեշտ, օրգանները ստանում են ավելի շատ թթվածին։ Հիմա եկեք խոսենք այն մասին, ինչը անհանգստացնում է շատերին։ Շաքարը արյան մեջ, ավելորդ քաշը, ճարպը որովայնի հատվածում։ Սխտորն ունակ է ազդել ինսուլինի նկատմամբ զգայունության։ Ինչ է սա նշանակում։ Երբ դուք ածողաջրեր եք ուտում, ենթաստամոքսային գեղձը ինսուլին է արտազատում, որպեսզի գլյուկոզան արյունից մղի բջիջների մեջ, բայց եթե բջիջները դարձել են ռեզիստենտ, դիմացկուն, նրանք անտեսում են ինսուլինը, ասես չեն լսում նրան։ Ենթաստամոքսային գեղձը ի պատասխան արտադրում է էլ ավելի շատ ինսուլին, եւ այս արատավոր շրջանը տանում է դեպի դիաբետ, ճարպակալում և մետաբոլիկ համախնդրանիշ։ Սխտորն օգնում է բարելավել այս մեխանիզմը։ Այն նպաստում է բջիջների ինսուլինի նկատմամբ զգայունության բարձրացմանը։ Գլյուկոզան սկսում է ավելի լավ յուրացվել։ Շաքարի մակարդակը կարող է կայունանալ։ Ենթաստամոքսային գեղձը դադարում է աշխատել գերլարված։ Ավելին, եւ սա հաստատված է հետազոտություններով, սխտորը կարող է նպաստել տրիգլիցերիդների մակարդակի նվազմանը եւ արյան լիպիդային պրոֆիլի բարելավմանը։ Պարզ ասած, այն օգնում է օրգանիզմին ավելի ճիշտ վարվել ճարպերի հետ։ Ավելի քիչ ճարպ է կուտակվում լյարդում, նվազում է վիսցերալ ճարպի ծավալը։ Լյարդի ճարպային վերասերումը, այն նույն ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը, որը դարձել է իսկական համաճարակ, կարող է սկսել նահանջել համալիր մոտեցմամբ, որը ներառում է սխտոր։ Եկեք մի րոպե կանգ առնենք խոլեստերինի վրա, որովհետև այստեղ շատ խառնաշփոթ կա։ Մեզ երկար ժամանակ ասում էին, խոլեստերինը վատ է, LDL-ը, ցածր խտության լիպոպրոտեինները, չարիք է, պետք է այն նվազեցնել ցանկացած գնով։ Բայց ժամանակակից գիտությունը ցույց է տալիս, որ LDL խոլեստերինը ինքնին կատարում է կարևոր գործառույթներ։ Վտանգավոր այն դառնում է, երբ վնասվում է բորբոքմամբ և օքսիդատիվ ստրեսով։ Ահա այդ ժամանակ այն կարող է կպչել անոթների պատերին և ձևավորել վահանիկներ։ Սխտորը ոչ միայն կարող է նպաստել ընդհանուր խոլեստերինի և LDL-ի նվազմանը, այն օգնում է պաշտպանել այդ մոլեկուլները օքսիդացումից։ Սա նման է թարմ և հնացած յուղի միջև եղած տարբերությանը։ Ձևականորեն նույն բանն է, բայց մեկը օգտակար է, իսկ մյուսը թունավոր։ Ուստի նույնիսկ եթե ձեր խոլեստերինը չիջնի մինչև իդեալական թվեր, ձեր անոթները միևնույն է կարող են դառնալ ավելի առողջ բորբոքման նվազեցման շնորհիվ, և սա շատ ավելի կարևոր է, քան պարզապես թվերը անալիզում։ Իսկ հիմա ուշադրություն, շատ հետաքրքիր թեմա՝ լյարդ և դետոքսիկացիա։ Ձեր լյարդը յուրաքանչյուր վայրկյան ֆիլտրում է արյունը, վնասազերծում է տոքսինները, դուրս է բերում քայքայման արգասիքները։ Սա օրգանիզմի գլխավոր քիմիական լաբորատորիան է։ Եվ եթե այն գերծանրաբեռնված է, ամեն ինչ գնում է գրողի ծոցը։ Քրոնիկ հոգնածություն, ցան մաշկի վրա, մշուղ գլխում, քաշի ավելացում։ Սխտորը պարունակում է մեծ քանակությամբ ծծում պարունակող միացություններ, հատկապես ալիցին։ Այս նյութերը ուղղակիորեն աջակցում են լյարդի դետոքսիկացիայի երկրորդ փուլին։ Նրանք օգնում են տոքսիններին դառնալ ջրալույց, որպեսզի օրգանիզմը կարողանա դրանք դուրս բերել մեզի և լեղու հետ։ Բայց ամենակարևորը, սխտորը խթանում է գլուտաթիոնի արտադրությունը։ Սա մեր մարմնի գլխավոր հակաօքսիդանտն է, բջիջների մոլեկուլային պաշտպանը։ Առանց գլուտաթիոնի լյարդը չի կարող նորմալ աշխատել, իսկ տարիքի, ստրեսի, վատ սննդի հետ դրա մակարդակը ընկնում է։ Սխտորն օգնում է պահպանել գլուտաթիոնը անհրաժեշտ մակարդակի վրա, լյարդը ստանում է աջակցություն։ Շատերը նշում են էներգիայի հոսք, մաշկը դառնում է ավելի մաքուր, բորբոքումը նվազում է։ Լավ, իսկ ինչ կասեք աղիքների մասին, որովհետև ես գիտեմ, որ որոշ մարդիկ վախենում են սխտորից հենց դրա պատճառով։
Մի կողմից սխտորը պարունակում է պրեբիոտիկ նյութեր, ֆրուկտոօլիգոսախարիդներ, որոնք կերակրում են աղիքների օգտակար բակտերիաներին։ Շնորհիվ իր հակամանրեային ազդեցության, այն կարող է օգնել դուրս մղել պաթոգեն միկրոֆլորան։ Այն նույն վնասակար բակտերիաները, սնկեր և նախակենդանիները, որոնք առաջացնում են փքոնություն, բորբոքումներ, խնդիրներ իմունիտետի հետ։ Բայց ահա կարևոր պահը։ Որոշ մարդկանց մոտ սխտորը առաջացնում է անհանգստություն, փքոնություն, գազեր, ծանրություն որովայնում։ Ինչու է այդպես տեղի ունենում։ Հաճախ սա չի նշանակում, որ սխտորը ձեզ կտրականապես չի համապատասխանում։ Սա կարող է ազդանշել այն մասին, որ կա միկրոֆլորայի դիսբալանս։ Հնարավոր է դուք ունեք սիբր, մանր աղիքներում բակտերիաների գերաճ, կամ բարձր զգայունություն որոշակի ածխաջրերի նկատմամբ, որոնք ակտիվորեն խմորվում են աղիքներում, կամ այնպիսի բակտերիաների գերակաշություն, որոնք չափազանց ակտիվ են վերամշակում ծծումը։ Նման դեպքում սխտորը դառնում է յուրատեսակ ախտորոշիչ գործիք։ Այն ցույց է տալիս, որ հնարավոր է կա խնդիր, որը արժե լուծել։ Սկսեք փոքր չափաբաժիններից, պճեղի քառորդ կամ կես մասից։ Աստիճանաբար ավելացրեք քանակը, հետևելով արձագանքին։ Այսպիսով, մենք պարզեցինք, որ սխտորը առողջության աջակցման հզոր գործիք է, բայց ահա գլխավոր սխալը, որը թույլ են տալիս գրեթե բոլորը։ Նրանք ուտում են այն սխալ և կորցնում են օգուտի մեծ մասը։ Բանն այն է, որ սխտորի մեջ ամենաուժեղ նյութը ալիցինը։ Նրանում իսկդ բանը չի պարունակվում։ Այո, ամբողջական սխտորի պճեղներում ալիցին ընդհանրապես չկա։ Այն ձևավորվում է միայն այն ժամանակ, երբ դուք քանդում եք բջջային պատերը, այսինքն ճզմում, կտրատում, մանրացնում եք սխտորը։ Այդ պահին երկու նյութեր հանդիպում են՝ ալիինը և ալինինազ ֆերմենտը։ Նրանք ռեակցիայի մեջ են մտնում միմյանց հետ և առաջանում է ալիցին։ Բայց դրա համար ժամանակ է պետք։ Ալիցինին անհրաժեշտ է 7-10 րոպե, որպեսզի հասնի առավելագույն կոնցենտրացիայի, իսկ հետո այն սկսում է արագ քայքայվել ջերմությունից, թթվածնից, ժամանակից։ Ուստի, եթե դուք ամբողջական սխտորի պճեղը գցում եք եռացող ապուրի մեջ, դուք ստանում եք միայն համ և հոտ, բայց գրեթե չեք ստանում բուժիչ ազդեցություն։ Եթե կտրատում եք սխտորը և անմիջապես գցում շիկացած թավայի վրա, ալիցինը չի հասցնում ձևավորվել։ Եթե ճզմում եք սխտորը և թողնում այն մի քանի ժամ, ալիցինը հասցնում է քայքայվել։ Ահա թե ինչու սխտորաջուրը լավագույն մեթոդներից մեկն է։ Դուք ստեղծում եք օպտիմալ պայմաններ ալիցինի ձևավորման համար և պահպանում եք այն ակտիվ վիճակում։ Ինչպես անել ճիշտ։ Վերցրեք թարմ սխտորի 1-2 պճեղ, ճզմեք դրանք դանակով կամ մամլիչով։ Հենց ճզմեք, ոչ թե պարզապես կտրատեք։ Որքան շատ բջիջներ քանդվեն, այնքան լավ։ Թողեք սխտորը կտրատման տախտակի վրա 7-10 րոպե սենյակային ջերմաստիճանում։ Թող ալիցինը ձևավորվի և հասնի առավելագույն կոնցենտրացիայի։ Այնուհետև դրեք ճզմած սխտորը ջրով բաժակի մեջ։ Ջուրը պետք է լինի սառը կամ մի փոքր գոլ, ոչ տաք։ Բարձր ջերմությունը կքայքայի ալիցինը։ Խառնեք և խմեք 30-40 րոպեի ընթացքում։ Կարելի է քամել, եթե ձեզ տհաճեն կտորները։ Ալիցինն արդեն լուծվել է ջրում։ Ուզում եք ուժեղացնել ազդեցությունը։ Ավելացրեք կիտրոնի շերտ։ Վիտամին C-ն և կիտրոնի հակաօքսիդանտները կարող են ուժեղացնել սխտորի ազդեցությունը, իսկ թթուն կօգնի ալիցինին ավելի երկար մնալ ակտիվ։ Իսկ հիմա շատ կարևոր պահ ընդունման ժամանակի վերաբերյալ։ Շատերը խորհուրդ են տալիս խմել սխտորաջուրը քաղցած վիճակում, առավելագույն արդյունքի համար։ Այդպես ակտիվ նյութերը արյան մեջ կհայտնվեն ավելի արագ։ Բայց սա հարմար է միայն առողջ ստամոքս ունեցող մարդկանց։ Եթե ունեք գաստրիտ, բարձր թթվայնություն, ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոց, կամ պարզապես զգայուն ստամոքս, կտրականապես մի խմեք սխտորաջուրը քաղցած վիճակում։ Դա կարող է առաջացնել սրացում, ցավ, այրոց։ Նման դեպքում խմեք սխտորաջուրը միայն ուտելուց հետո, նախաճաշից 30-40 րոպե անց, կամ առհասարակ հրաժարվեք այս մեթոդից և պարզապես ավելացրեք ճիշտ պատրաստված սխտորը սննդի մեջ։ Եթե ընդունելուց հետո ի հայտ եկավ ցավ ստամոքսում, այրոց, անհապաղ դադարեցրեք ընդունումը և դիմեք բժշկի։ Ցավը դետոքս չէ, մաքրում չէ, դա ազդանշան է լորձաթաղանթի վնասման մասին։ Լավ,
Իսկ ինչ կարող է տեղի ունենալ, եթե անել դա ամեն օր 30 օրվա ընթացքում, պայմանով, որ ձեր ստամոքսը նորմալ է տանում սխտորը։ Առաջին շաբաթ։ Շատերը նկատում են փոփոխություններ մարսողության մեջ։ Աղիքները կարող են սկսել աշխատել ավելի կայուն, կարող է հայտնվել թեթև առույգություն, գլուխը դառնում է ավելի պարզ, լյարդը սկսում է ավելի ակտիվ դետոքսիկացիա, իսկ անոթները կլայնանան։ Երկրորդ շաբաթ։ Արյան շրջանառությունը կարող է բարելավվել։ Եթե ունեիք սառը ձեռքեր եւ ոտքեր, դրանք կարող են դառնալ ավելի տաք։ Ճնշումը սկսում է կայունանալ։ Եթե այն բարձր էր, կարող եք նկատել, որ թվերը դանդաղորեն նվազում են։ Երրորդ շաբաթ։ Շատերը նշում են էներգիայի հոսք։ Նվազում է հոգնածությունը, կարող է բարելավվել քունը, բորբոքումը նվազում է։ Ոմանք նկատում են, որ նվազում են հոդացավերը, առավոտյան կարկամությունը, մաշկը կարող է դառնալ ավելի մաքուր։ Չորրորդ շաբաթ։ Եթե անալիզներ հանձնեք, կարող եք տեսնել դրական փոփոխություններ գլյուկոզայի, ինսուլինի, տրիգլիցերիդների ցուցանիշներում։ Իմունիտետը ամրապնդվում է, դուք կարող եք նկատել, որ ավելի հազվադեպ եք մրսում, նույնիսկ երբ շուրջ բոլորը հիվանդ են։ Իհարկե, յուրաքանչյուր օրգանիզմ ունի արձագանքման իր արագությունը, ինչ-որ մեկը կզգա ազդեցությունը ավելի արագ, ինչ-որ մեկը ավելի դանդաղ, բայց գլխավորը կուտակային էֆեկտն է։ Սխտորը աշխատում է ոչ թե որպես մեկանգամյա ազդեցության դեղահապ, այլ որպես օրգանիզմի համակարգային աջակցություն։ Եկեք ես անկեղծ ասեմ հնարավոր կողմնակի ազդեցությունների և հակացությունների մասին։ Հոտը։ Այո, այն կլինի մաշկից, շնչառության։ Այդ ծծումը դուրս է գալիս թոքերի և ծակորիտների միջոցով։ Կարելի է ծամել մաղադանոս, խմել կիտրոնով ջուր, դա մի փոքր օգնում է, բայց ամբողջությամբ խուսափել հոտից չի ստացվի։ Անհանգստություն ստամոքսում։ Ես արդեն խոսել եմ այդ մասին։ Եթե կան խնդիրներ ստամոքսի հետ, սխտորաջուրը քաղցած վիճակում հակացուցված է։ Նույնիսկ առողջ մարդկանց երբեմն պետք է սկսել ավելի փոքր չափաբաժներից։ Աղիքների արձագանքը, փխվածությունը, գազերը կարող են լինել միկրոֆլորայի դիսբալանսի ազդանշան։ Սկսեք փոքր չափաբաժնից և հետևեք։ Արյան ջրիկությունը սա շատ կարևոր է։ Եթե դուք ընդունում եք հակակոագուլյանտներ, ասպիրին, վարֆարին, այլ դեղամիջոցներ, որոնք ջրիկացնում են արյունը, անպայման խորհրդակցեք բժշկի հետ, նախքան սխտորաջրի ընդունումը սկսելը։ Սխտորը կարող է ուժեղացնել դրանց ազդեցությունը, ինչը վտանգավոր է արյունահոսությունների բարձր ռիսկով։ Նաև սխտորը խորհուրդ չէ հանդիսանում ցանկացած վիրահատության 2 շաբաթ առաջ, նույն պատճառով, այն ազդում է արյան մակարդելիության վրա։ Ալերգիա։ Թեև սա հազվադեպ է, բայց ալերգիա սխտորից հանդիքում է։ Եթե հայտնվեց ցան, քոր, այտուց, անհապաղ դադարեցրեք ընդունումը։ Եվ ամենակարևորը, սխտորը առողջության աջակցման հզոր բնական միջոց է, բայց դա չի փոխարինում բժշկական բուժմանը։ Եթե ունեք առողջական լուրջ խնդիրներ, մի չեղարկեք դեղերը առանց բժշկի խորհրդատվության։ Սխտորը կարող է դառնալ լավ հավելում ձեր թերապիային, բայց քրոնիկ հիվանդությունների դեպքում դրա ընդունման որոշումը պետք է կայացնի ձեր բուժող բժիշկը։ Գիտեք, թե ինչն է ինձ ամենից շատ ապշեցնում։ Այն, որ նման պարզ, հասանելի միջոցը ունակ է գործել այնքան խորը ազդեցություն օրգանիզմի վրա։ Մենք ապրում ենք թանկարժեք հավելումների, բարդ արձանագրությունների, հեռավոր երկրներից բերված մոդայիկ սուպերֆուդների աշխարհում։ Իսկ այստեղ սովորական սխտորն է, որը կոպեկներ արժի և դրված է յուրաքանչյուր խանութում, բայց այն իսկապես կարող է աշխատել։ Ազդում է բորբոքման, նյութափոխանակության վրա, աջակցում է անոթներին, օգնում է լյարդին, ամրապնդում է իմունիտետը։ Իհարկե, սա կախարդական դեղահապ չէ, և արդյունքները բոլորի մոտ անհատական են, բայց գիտական հետազոտությունները ցույց են տալիս իրական էֆեկտներ։ Փորձեք, եթե չունեք հակացություններ։ 30 օրը մեծ ժամանակահատված չէ։ Մեկ բաժակ ջուր, ճիշտ պատրաստված սխտորով ամեն առավոտ նախաճաշից հետո, եթե ունեք զգայուն ստամոքս կամ խաղցած վիճակում, եթե ստամոքսը առողջ է, և պարզապես հետևեք ձեր մարմնին, լսեք նրան, նշեք փոփոխությունները։ Ցանկացած տհաճ ախտանիշի դեպքում դադարեցրեք և խորհրդակցեք բժշկի հետ։ Իսկ եթե ցանկանում եք ավելին իմանալ այն մասին, թե ինչպես է աշխատում ձեր օրգանիզմը, ինչպես աջակցել նրան բնական մեթոդներով հիմնված գիտության վրա, ինչպես ճիշտ կարդալ ազդանշանները, որոնք այն ձեզ ուղարկում է, բաժանորդագրվեք ալիքին։ Ես պարբերաբար կիսվում եմ հետազոտությունների արդյունքներով, գործնական մեթոդներով, ստուգված տեղեկությամբ։ Խնայեք ձեզ և հիշեք,
Առողջություն պատահականություն չէ, այլ ամենօրյա գիտակցված որոշումների արդյունք։ Շնորհակալություն, որ ինձ հետ էիք։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։